բյուրեղի մակրության ջուր, բարձրակարգ սպասարկում, լողավազանում գործող սրճարան, ընտանեկան հանգիստ և առողջ ապրելակերպ, առանձնացված լոգախցիկներ և հարմարավետ շոգեբաղնիկ, ռեստորանային համալիր և ամառային մեծ սրճարան, ընտանեկան հանգստի իդեալական վայր, Ակվալենտ կոմպլեքս, հեռախոս 70 60 70։ Բարև ձեզ, Արմյուզի եթերում շախմատի աշխարհի առաջնության օրագիրն է։ Շախմատի աշխարհի առաջնությունը մոտեցավ ավարտին։ 10 օր շարունակ աշխարհի ուժեղագույն հավաքականները պայքարում էին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Այսօր առաջնության վերջին տուրն է, Հայաստանի հավաքականի մրցակիցը Եգիպտոսի ընտրանին է։ Հաղթանակը մեր ընտրանու համար կնշանակի նվաճել բրոնզե մեդալ։ Հաղթանակ մերոնց։ Աշխարհի առաջնության մեկնարկում անհաջող ելույթից հետո Հայաստանի հավաքականը ուժ գտավ իր մեջ եւ հետագայում բարելավեց իր դիրքերը։ Ավելորդ չնշել, որ աշխարհի առաջնությունում մեր ընտրանին հաղթեց գրեթե բոլոր ուժեղագույն թիմերին։ Աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային, ԱՄՆ-ի ուժեղ հավաքականին, Ասիա մայրցամաքի չեմպիոն Հնդկաստանին, բայց պարտվեց Իսրայելին ու Կուբային, որոնց կարելի էր չպարտվել ու պայքարել ոչ թե բրոնզե մեդալի, այլ չեմպիոնության համար։ Ինչևէ, նախավերջին տուրում հաղթանակ տոնելով Հնդկաստանի հավաքականի նկատմամբ Հայաստանի ընտրանին վաստակեց 9 միավոր եւ գործնականում ապահովեց բրոնզե մեդալները։ Ինչու գործնականում, որովհետեւ վերջին տուրում մեր մրցակիցը Աֆրիկա աշխարհամասի չեմպիոն Եգիպտոսի հավաքականն էր, որը թե գործակցով, թե որակապես զիջում էր մեր հավաքականին եւ կասկած անգամ չկար, որ մեր շախմատիստները հաղթանակ կտոնեն այս դիմակայությունում։ Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանը չէր փոխել հաղթական կազմը, ասպարեզ դուրս բերելով Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան քարյակին։ Մեկնարկից ընդամենը 1.5 ժամ անց բոլորն արդեն շնորհավորում էին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին, ով առանց մեծ ջանքերի վստահ հաղթանակ տոնեց Սամի Շոկերի նկատմամբ։ Մյուս խաղատախտակների վրա Եգիպտոսի շախմատիստները քիչ թե շատ դիմադրում էին։ Նշեմ, որ Գաբրիել Սարգսյանը սևերով մրցում էր Մուհամեդ Եզադի հետ, Մովսիսյանի մրցակիցը Ահմեդ Ադին էր, իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով խաղում էր Ալի Ֆարահատի հետ։ Մեկնարկից 1.5 ժամ անց միայն Սերգեյ Մովսիսյանն էր, ով վատ դիրք ուներ։ Նա զիջել էր կենտրոնը եւ մրցակիցը դիրքային առավելություն էր ստացել։ Վարկյաններ անց նաև ավարտվեց Հրանտ Մելքումյանի պարտիան։ Ճիշտ է, սպիտակներով խաղացող Ալի Ֆարահատը որոշակի առավելություն ուներ, բայց հաղթանակի հասնելու ճանապարհ չգտնելով ստիպված ոչ ոքի առաջարկեց Հրանտին։ Վարկյաններ անց սև խաղաքարերով վստահ հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, ով շախմատային յուրօրինակ դաս տվեց Եգիպտոսի Եզադ Մուհամեդին։ Հաղթանակն ու բրոնզե մեդալը ապահովված էր, բայց երրորդ խաղատախտակի վրա դեռևս թեժ պայքար էր ընթանում Ահմեդ Ադելիի եւ Սերգեյ Մովսիսյանի միջև։ Ունենալով հսկայական առավելություն, Ադելին այնուհանդերձ չէր կարողանում խաղը հասցնել հաղթական ավարտին։ Սերգեյն էլ իր հերթին չէր ցանկանում պարտությամբ լքել խաղատախտակը։ Այնուհանդերձ 5 ժամ տևած պայքարից հետո հաղթանակ տոնեց Եգիպտոսի շախմատիստը։ Հայաստանի հավաքականն այս աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալներ։ Առաջին հորիզոնականը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը աշխարհի առաջնությունում պարզապես հիանալի գործեց եւ վստահորեն կարող ենք ասել, որ չինացիները արժանի են ոսկե մեդալին։ Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալակիրները ուկրաինացիներն են։ Ուկրաինացիների համար բախտորոշ եղավ նախավերջին տուրի Ամերիկայի դեմ մրցախաղը, որտեղ Վասիլի Իվանչուկը ցավալի պարտություն կրեց, դառնալով իր թիմի մեղավորներից մեկը։ Այդ մեկնարկից հետո, ինչպես ստացվեց այս մրցաշարում, իհարկե ոչ մի շանսեր չկար։ Միայն տղեկ կարողացան դրսևորել բոլոր կամային ունակությունները եւ կարողացան վերջի 5 հանդիպումներում 4 հաղթանակ տանել եւ վերջապես եւ բրոնզե մեդալ այս մեկնարկից հետո իհարկե շատ լավ արդյունք է։ Դա կասկած չի հարուցում։ Իսկ ինչ ասեմ թիմի ընդհանուր մասնակցության, ապա իհարկե շատ անսպասելի էր այդ մեկնարկը եւ 3 պարտություն ես ճիշտ ասած մեր պատմության թիմի մեջ չեմ հիշում այդպիսի մի դրվագ, բայց հետո ստացվեց ու կարևոր էր որ կարողացանք Ռուսաստանի թիմը հաղթել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմը եւ դա ոգեշնչեց մեզ ու մինչեւ վերջ կարողացանք հասնել էլի այդ մեր նպատակին։ Դե թիմը չէր հաղում ստաբիլ, այդ պատճառով էլ այդպես էր էլի։ Եթե ասենք թիմի մասնակիցների մասին, ապա իհարկե շատ փայլուն արդյունք ունեցավ Լևոն Արոնյանը, որը հաղթեց առաջի խաղատախտակի վրա եւ ամենաբարձր արդյունքը ցույց տվեց թիմում։ Մեր 6 թիմի հետ վատ արդյունք ցույց տվեց մեր նորեկը Մելքումյան Հրանտը եւ ինձ թվում է եւ հետագայում նա կարողանա ցույց տալ արդյունքներ, լավ արդյունքներ։ Վերջում շտկեց իրավիճակը Գաբրիել Սարգսյանը շատ կարևոր հաղթանակով Կարյակինի դեմ, որը տվեց մեր թիմին հաղթանակ Ռուսաստանի մրցամարտում։ Ինչ կարելի ասել Սերգեյ Մովսիսյանի եւ Վլադիմիր Ակոպյանի մասին, ապա նրանք իհարկե լավ մարզավիճակում չէին։ Կարծում եմ
ինք իրանով բրոնզը ված չէ։ Ես գոհ եմ, որովհետև ոնց որ շատ ված սկսեցինք, հետո հավաքվեցինք ու կարողացանք ոնց որ վերջի 5 մատչերում ամեն ինչ անենք, որ գոնե ոնց որ այդքան ամոթ չլինի։ Նորամուտը շատ հաջող ստացվեց, չնայած որ երկու պարտություն կրեցի, Հունգարիայի հետ մասնավորապես ցավալի պարտություններ, ամեն դեպքում 3 հաղթանակ տոնեցի, որի շնորհիվ թիմը միավորներ վաստակեց, այնպես որ կարող եմ հաջող համարել։ Մրցաշարից առաջ ասել ենք ամեն թիմը շատ ուժեղ է այստեղ եւ ոնց որ կարելի ասել որ վերջի խաղը ցույց տվեց որ թույլ թիմ չկար եւ շատ դժվարությամբ այս փորձում այդքան լավ չէր ստացվում մեր մոտ, բայց ես կարծում եմ որ այդ երրորդ տեղը շատ լավ է հաշվի առնելով որ լավ չենք սկսել մրցումը եւ փաստորեն հույսերը այդքան էլ բարձր չէին։ Բնականաբար պայքարում ենք առաջի տեղի համար, երրորդ տեղը լավ արդյունք է, բայց դա այն չէ որ մենք ուզում էինք։ Իդեպ եթե աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց բրոնզե մեդալ, ապա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լավագույնն էր աշխարհի առաջնությունում։ Նա առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց ամենալավագույն խաղը եւ առաջին խաղատախտակի վրա արժանացավ ոսկե մեդալի։ Աշխարհի առաջնությունն ավարտված է։ 2015 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանի համար նշանավորվեց բրոնզե մեդալով։ Իհարկե մենք ցանկանում էինք ոսկեձուլ մեդալ, բայց ինչպես ասում են, բրոնզն էլ հարգի մեդալ է։ Հայաստանի հավաքականը ուժեղ է այնպիսի հավաքականներից, ինչպիսին են Ամերիկան եւ Ռուսաստանը։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում Հայաստանի հավաքականին։ Բյուրեղի մակրության ջուր բրցրակարգ սպասարկում։ Ընտանեկան հանգստի իդեալական վայր։ Ակվալենտ կոմպլեքս։ Հեռախոս 70 60 70։